ասեց Կարապետյան մարտական դրամատրվեց ու գնացինք։ Մարտական տրամադրվածությամբ ու բժշկի հանդեպ մեծ վստահությամբ 62-ամյա Կարապետը մտավ վիրահատարան։ Դրանից հետո սուր ու հաճախակի դարձած գլխացավերն ու գլխապտույտը պարոն Կարապետին այլևս չեն անհանգստացնում։ Սիրտս ինֆարկտ տարածավ, չեմ դիմանում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Կարապետ Առաքելյանի մոտ բարձր է ինսուլտի հավանականությունը։ Քնային զարկերակը 3 տարբեր հատվածներում սեղմված է եղել ու գրեթե չի սնուցվել։ Հետևաբար վիրահատությունը պարտադրված էր, համաձայնությունը ռիսկային։ Ինքը ուներ նաև բավականին ախտարված ինֆարկտներ տարած սրտամկան։ Քնային զարկերակի վիրահատությունը Էրեբունի բժշկական կենտրոնում արվում է արդեն 2.5 տարի։ Դոկտոր Շատախյանի խոսքով տարեկան 80 նման միջամտություն է արվում, սակայն Կարապետ Առաքելյանի դեպքը եզակի է հայ բժշկության մեջ։ Մասնագետները հեռացրել են անրակի մոտից մինչև գլխուղեղ անցնող զարկերակը, փոխարինել արհեստականով։ Բոլոր նեղացումները, այսպես ասած, շտկվել են նոր անոթային ցանց ստեղծելով։ Մասնագետները փաստորեն ստեղծել են քնային զարկերակի նոր համակարգ, սա պրակտիկայում հանդիպած միակ դեպքն է։ Սովորաբար ինսուլտի կանխարգելման այս վիրահատությունը տևում է 90 րոպե, բայց այս դեպքում անոթային նոր ցանց ստեղծելը 9 ժամից ավելի է տևել։ Սա շատ ավելի բարդ ռեկոնստրուկցիա է, ընդգրկված է, ստեղծվել է նոր զարկերակի ցողուն, շատ ուրիշ զարկերակներից բերել մոտեցրել ենք, որ կարողանանք այդ ամեն ինչը կատարենք։ Միջին տարիքի մարդկանց քնային զարկերակի նեղացման կամ խցանման հավանականությունը մեծ է։ Սիրտանոթային վիրաբույժը համոզված է, որ ինսուլտի կանխարգելումը Հայաստանում կարող է օգնել տարեկան 2000 մարդու։ Աիդա Կարապետյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։